Եթե ասեմ, ահա վերջապես ավարտվեց ընտրությունները, ոչի բան չեմ ասի, գիտեք, որ ավարտվել է, եկեք տեսնենք ինչ ունենք, կարելի է ասել, որ ոչինչ չփոխվեց։ Մենք էլի չունենք ընդդիմություն, ունենք, այսինքն շատ խոցելի ընդդիմություն, իսկ խոցելի ընդդիմությունը շատ ձեռնտու է իշխանությանը, եկեք, որովհետև ամեն վարքյան կարող է իրենց կպնել, կեղտ գտնել վրեկները բան, որովհետև բոլորը կոռումպացված են, գործակալ են, եւ այլն։ Կունենանք էլի նույն բան, էլի իրար վրա շիշ կշպրտեն, էլի կսկսեն հայհոյել, կլինի նույն բոցակությունը ինչ որ եղել է, եւ դա ձեռնտու է իշխանությանը իհարկե, վերցնենք նույն օրինակը Գյումրիի ընտրությունները վերցնենք, կար մի քանի կուսակցություն եւ ամենացայտուն օրինակը դա Լևոն Բարսեղյանն էր, որ կարող է լինել քաղաքապետ, բայց Փաշինյանը մի քանի օր առաջ դուրս եկավ եթեր ու ասեց, որ սիրելի գյումրեցիներ, դուք ընտրելու եք թալանչիների եւ ՔՊ-ի միջև, որովհետեւ նրանք, ովքեր որ ուզում են դառնան քաղաքապետ, իրենք ուզում են իրենց ապօրինի գույքը պաշտպանեն։ Թե ինչ ապօրինի գույք ունեին, ասենք նույն Բարսեղյանը, ասենք ես նենց չգիտեմ, լեննականցի տղա է իր համար, ասենք Ասպարեզ ակումբի ղեկավարն է, լրագրող է, իրավապաշտպան է, հա, բացահայտումներ է անում եւ բացարձակ խոցելի մարդ չի։ Բայց չէ, պետք է բոլորին դեպս կեղտոտել, որպեսզի հետո մտածեն, վերջը մի ձև ասենք Վարդանիկը անցնի։ Եվ Վարդանիկը հենց որ դա գլուխը բարձրացրեց, միանգամից բռնեցին։ Նույնն էլ լինելու է սրանց հետ, ասենք շատ հեշտ է, ասենք Կարապետյանի թմից կամ նույնիսկ Քոչարյանի բանի, ասենք գտնել ապօրինի գույք կամ նկարել իրենց որևէ մեկին, ասենք սաունայում ծտերի հետ կամ, չգիտեմ, հրապարակը թարս ֆռալուց եւ այլն, նո ապօրինի գույքի մասն էլ չասեմ, բարձր ասենք միլիոններ ունեն այդ մարդիկ եւ կողել ծակը միանգամից։ Իհարկե դա երանություն է իշխանության համար։ Ես չեմ ուզում ընկնեմ դավադրապաշտական այդ թեորիաների մեջ, որ Պուտինի հետ պայմանավորվեց Փաշինյանը, երբ որ գնացել է Մոսկվա, որ լավ է որևէ ռուսական կուսակցություն կանցնի իհարկե, բայց դե փաստը մնում է փաստ, որ այդպես էլ եղավ եւ եթե ես կարծում եմ, եթե իրանք չանցնեին պարլամենտ, ապա Հայաստանի հանդեպ սանկցիաները կլինեին ավելի ուժեղ, քան թե հիմա են։ Իսկ հիմա դες Մոսկվան դες ձեռ դրել է ամենայն դեպս մեր գլխին 100% չի կարողանա ղեկավարել մեզ, ինչպես եւ կուզեր։ Եվ այսպես էլի, այդպես ոբշե մերի նույն զիբիլն անելու, նույն աղբի մեջ ապրելու ենք։ Եկեք, գիտեք, մի հատ մեծ բան վերցնենք, եթե անցներ որևէ այլ ընդդիմություն, հա, նույն Գուրգեն Սիմոնյանը անցներ կամ բոլորին դեմ եմ անցներ, հա, կամ որևէ այլ կուսակցություն, ապա իրենք խոցելի չեն։ Վերցնենք նույն, ասենք, Էդմոն Մանուկյանին։ Ինձ համար բացարձակ անընդունելի կուսակցություն է, որովհետև էլի Ռուսաստանի հետ աֆիլացնում եմ իրանց, բայց կերպարը ինքը որպես այդպեսին ինքը խոցելի չի։ Ասենք ապօրինի գույքեր չունի, խուժան չի, բոսյակ չի, բան չի, ասենք ինչպես ասում էր բանը մեր փիլիսոփան, որը կարծես թե անցավ պարլամենտ, բանը կլասիկ քաղաքական գործիչ է, եւ ասենք ինչ պիտի գտնեին իրեն, շատ ներվայնացներ իրանց, ինչ որ բաներ ասել, որ դուր չէր գալի եւ չկարողանային, ասենք իրան բռնեին, ոչ մի տեղից բռնեին, հա։ Դրա համար ամեն ինչ արվեց, որպեսզի նա էլ չանցնի։ Ну, այսինքն դա ոնց է արվում։ Պետությունը օգտագործում է իր ռեսուրսը, ասեմ դա նորություն չի, բոլոր իշխանությունները օգտագործում են ընտրությունների ժամանակ իրանց ռեսուրսը, իրանք թեկուս իշխանություն են եւ ավելի շատ հնարավորություններ ունեն, հա, հանրային հեռուստատեսություն, մեդիաներ, իսկ ընդդիմությունը կարծես թե տենց եթե դա ասենք առաջվա խուժանները չեն, որոնք որ ռեսուրս են կուտակել
մեր ծնողների, մեր երեխեքի, ասենք, թոշակների, աշխատավարձների, աշխատանքների վրա, իրանք չունեն ոչ մի բան հնարավորություն եւ ընդհանրապես իշխանությունը չի փոխվում ընտրություններով Հայաստանում եւ դա շատ ձեռնտու է իշխանությանը որովհետեւ կունենա մի հատ մի ինչ որ տենց բոքսի տանձիկ որին կարելի է խփել որին վերեսին կարելի է թքել ոտերը մաքրել էլի նույն հիստերիաները էլի կխփեմ ասֆալտին կփռեմ բան կնստացնեմ եւ այլն որից մենք իհարկե հոգնել ենք եւ նու նաեւ ինչի համար անցավ Փաշինյանը որովհետեւ Մոսկվան ամեն ինչ արեց դրա համար հիմա էլի չգիտեմ ասենք հատուկա դա արել այդ սանկցիաները բաները որպեսզի մենք ջղայնանանք ու գնանք Փաշինյանին ընտրենք թե իսկապես այդքան բութ են չեն հասկանում որ դա հակառակ ազդեցություն ունենալու չգիտեմ համենայն դեպս եղավ են ինչ որ եղավ հիմա սանկցիաները կթուլանան իհարկե էլի նույն կլուբնիկը բանը տանելու են ծախեն ընտրություններից հետո դա այդպես է արդեն որ հասկացան որ սենց է հիմա կսկսի նորմալ կյանք ճիշտ է մի փոքր իհարկե կհոխորտան մի փոքր կլինի գիտեք տենց միշտ կան տենց հետ ընտրական ինչ որ process-ներ, հա, ես դա միշտ համեմատում եմ այն կանանց հետ, ովքեր որ շատ թույլ նյարդային համակարգ ունեն եւ ծննդաբերությունից հետո ունենում են յետ ծննդաբերական փսիխոզներ։ Հա, շատ ծանր բան է, ասեմ, եւ այդ յետ ծննդաբերական փսիխոզը մի քիչ կունենա անդիմությունը, բայց հետո կանցնի, որովհետեւ պետքա ոչ ապրենք, հա, ոնց ասում են ձեզ էլ եմ ցանկանում նույն բանը, ժողովուրդ ջան, առանձնապես չտրվեք այդ փսիխոզներին, գնացեք թատրոններ, ներկայացումներ նայեք, ես հեսա արդեն սկսել եմ Սարի թատրոնը սարքել, հեսա քանդված վիճակը, այն կողմից արդեն սկսել եմ կամաց քանդելը, տղեկ հեսա գալու են վաղը եւ շարունակեն, անչափ շնորհակալ եմ բոլորին, ովքեր որ ինձ աջակցեց, օգնեց եւ շարունակում է օգնել, QR կոդը ձեր էկրաններին է, կարող եք շարունակել, եթե ցանկություն կա։ Եկեք նաեւ իմ մյուս ներկայացումներին, ամսի 20-ին խաղում եմ Կամերային թատրոնում Տարինց քեզ հետ եւ ամսի 14-ին խաղում եմ Irish Pub-ում Շարքային Դանելյանը, տոմսերը արդեն վաճառվում են։ Կյանքը, որպես ասում են, շարունակվում է։ Եվ վերադառնալով մեր թեմային կարող է լինել իհարկե ավելի վատ, որովհետև մենք գիտենք թե ինչ ռեսուրս եւ ինչ այլանդակություններ արեց ռուսական ընդդիմությունը մեր դեմ եւ կես միլիոն մարդ քվեարկել է Կարապետյանի համար, այդ կես միլիոնից 100,000-ը մոտավորապես եկան Ռուսաստանից, շատերին արդեն բռնել են, հաճելի է իհարկե որ իշխանությունը նման բան է անում, բայց ես օրինակ ուրիշ բան կանեի, էլի, ես ոչ թե կբռնեի կամ կդատեի այդ մարդկանց, որովհետև իրենք չեն հասկանում ինչ են անում, իրենք ապրում են Սալավյովի պրոպագանդայի տակ եւ բացարձակ անմիտ են եւ անուղեղ ինչ որ մի հատ մասսա է, դա մեր գենետիկ աղբն է, իրենց պետք է ուղղակի դաստիարակել, բայց այդպես չէ, պետք է ուղղակի թույլ չտալ, որպեսզի մի 10 տարի գան Հայաստան։ Թեպետ իրանցից շատերը չեն էլ ասենք ձգտել գալ Հայաստան առանձնապես, բայց ինչ որ տենց դատել բան երևի թե, չգիտեմ, չարժի ես երևի թե չէի դատի իրանց, որովհետև դե անմեղսունակ են, ինչ դատես, իդիոտ մասա է մի հատ։ Այն մյուս մասան, որը որ քվեարկեց դա հենց իր ռեսուրսն է, որը որ ստեղ աշխատում է իր հիմնարկներում, բաներում եւ ասենք կախված է իրանից զուտ։ Իսկ այն մնացածը, ովքեր որ գնացել են եւ իրենց համոզմունքով տվել են ձայնը, ճակատները պատճում եմ, հարց չկա, տենց է կուզե, տենց է կարել, լավ է կարել, առանց հանցագործություն գործելու գնացել, որոշել եք, որ պիտի ինքը լինի եւ ձայն եք տվել, հարց չկա։ Դա իհարկե իշխանության մեղքն է, որովհետև ոնց որ ասում են ժամանակին լավ չեն աշխատել եւ ռեյտինգը ահագին իջել է իշխանության շատ հարցերում։ Ուղղակի ժողովուրդը վախեցավ էլի ինչպես հին բանը աշխատեց մեխանիզմը, արա բա որ սլան գան ինչ ենք անելու։
ու ճիշտ է, դրա մեջ կա ինչ-որ ճշմարտություն, միշտ այդ կիսաճշմարտությունները միշտ աշխատում են, հա, ժողովրդի համար, ցավոք, եւ իրեն ձեն տվեցին։ Ինչ ասեմ, ժողովուրդ ջան, նույն բանն ալնելու, կարելի էր իհարկե ընտրել, ասենք, այլ կուսակցություններ, նաեւ որպեսզի այդ բոսյակությունը չլներ, կրկնեմ, կար Գուրգեն Սիմոնյան, կար բոլորին դեմ եմ, կային էլի կուսակցություններ, որոնց որ կարելի էր ձեն տալ, բայց մեր օրենսդրական այդ մեր այդ ընտրելու այդ մեխանիզմը որպես այդպիսին դեռ Սերժից եկած չի փոխել Փաշինյանը, որովհետև իրան դա պետք է եւ ընտրություններով փոխել իշխանությունը դա միայն պետք է դες հեղափոխություն անես, ասենք միլիոն մարդ դուրս գա դուրս իր տապոլերով, որպեսզի իշխանությունը փոխվի։ Այդպես չի լինում, որովհետև նոր ենք հեղափոխություն ասածը արել եւ փողոցել մարդ դուրս չի գա, կամ եթե գա էլ տես փողով, բան շո դիշովկի կճարեն, կբերեն տես մի երկու գորգորալ մի քիչ, հետո ասենք քելենք այդան տուն, հետա։ Բան չի փոխվի։ Այդպես, դե ինչ ասեմ, հույս ունեմ, շատ կուզեմ, որպեսզի այդ ռուսական սանկցիաները մեր արտադրողին խթանի, որպեսզի սկսեն ինչ որ բանակցություններ այլ երկրների հետ եւ նույն ելակնա կամ չգիտեմ նույն իշխաննա կամ էսի միջնա ինչ եք տանում դուրս կարողանանք այլ ձևի այլ երկրներում ծախել ծանր կլինի իհարկե սկզբից բայց ինչ որ տենց մեջս մի փոքր կասկած կա որ այս սանկցիաները դե ժամանակավոր բան է հիմա Ռուսաստանը չկհանգստանա որև իրանց ինչ որ տենց լակոտային ինչ որ խմբեր կա պարլամենտում եւ կարողանան մի քիչ ձեռքները գլխերից վրա պահեն նու Փաշինյանը մենք գնա Մոսկվա եւ շնորհակալություն քայտնի մեծ աջակցության համար իրեն բան Պուտինը գսի սենց կանի մտքի մեջ կհայհոյի իհարկե կամ չգիտեմ կամ մի քիչ պայմանավորվել են չգիտեմ հա ծաղելի է երի կոկիս նայելը էտա ժողովուրդ ջան ցանկանում եմ ձեզ բոլորիդ համբերություն առողջություն հետևեք էջերից գրանցվեք ալիքիս կաշխատեմ ձեզ իմ այսպես ասած ոչ պրոֆեսիոնալ մտքերը կիսեմ ձեզ հետ կարծում եմ որ իմ կիսած մտքերը ձեզ հետ նույնպես ինչ որ արձագանք ա գտնում ձեր սրտում այդքան բան երևի թե շնորհակալություն կհանդիպենք Սարի թատրոնում հուլիսին